Քիմիայի կենսաբանության օնլայն պարապմունքների համար զանգահարել վիդեոյի նկարագրությունում նշված հեռախոսահամարը։ Այս վիդեոյում կքննարկենք օրինակներ, որոնք չեն ենթարկվում օկտետի կանոնին։ Առաջի օրինակը հենց NO-ն է, հաշվենք վալենտային էլեկտրոնների քանակը։ Ազոտի վալենտային էլեկտրոնները 5 են, 6, ստացվում է ընդհանուրը 11։ Այսինքն կենտ թվով է ստացվում։ Լավագույն պատկերը, որ կարող ենք ստանալ NO-ի համար, հետևյալն է։ Երկու ընդհանրացված էլեկտրոնային զույգի առաջացումը ազոտի և թթվածնի ատոմների միջև։ Ստացվում է, որ թթվածինը լրացրել է իր օկտետը, իսկ ազոտը ոչ։ Ազոտի մոտ 7 էլեկտրոն է ստացվում։ Լյուիսի մոդելը ոչ բոլոր մոլեկուլների դեպքում է ճշգրիտ գործում, հատկապես եթե վալենտային էլեկտրոնների թիվը կենտ է ստացվում։ Չնայած դրան, այս մոլեկուլներից որոշները գտնվում են բնության մեջ ազատ վիճակում, ինչպես NO-ն։ Բացառություն է համարվում նաև բորը, որը հակված է արտաքին թաղանթում ունենալ 6 էլեկտրոն, ոչ թե 8։ Օրինակ, եթե վերցնենք բոր H3-ը, հաշվենք վալենտային էլեկտրոնների քանակը, 3-ը բորինն է, գումարած 3 ջրածիններինը 6։ Նշում ենք բորը, ջրածինները, մեկական զույգերը, ստացվում է ունենք 3 զույգ, այսինքն 6 վալենտային էլեկտրոն, բորի դեպքում արտաքին օկտետը լրացված չէ։ Վերցնենք բոր ֆտոր 3-ը։ Վալենտային էլեկտրոնները հաշվենք, 3 գումարած, 3 անգամ ֆտորի վալենտայինը 7, ստացվում է 24 վալենտային էլեկտրոն, այսինքն 12 զույգ։ Նշում ենք ֆտորների և բորի համար Լյուիսի կառուցվածքները։ Հիշելով, որ արտաքին թաղանթում ֆտորը ունի 1 կենտ էլեկտրոն, իսկ բորի 3 էլեկտրոնն էլ կենտ են, առաջանում են 3 զույգերը ընդհանրացված և ընդհանուր առմամբ 12 զույգ ունենք, որոնցից 3-ը ընդհանրացված են, իսկ 9-ը չընդհանրացված։ Բորի օկտետը նորից լրացված չէ։ Բացառություններից քննարկենք նաև S ֆտոր 6-ը և P քլոր 5-ը, որտեղ կենտրոնական ատոմը, այս դեպքում ծծումբը և ֆոսֆորը ունեն 8-ից ավելի էլեկտրոններ։ Նշում ենք յուրաքանչյուրի Լյուիսի կառուցվածքը, հաշվենք վալենտային էլեկտրոնների թիվը 6 գումարած 7 անգամ 6, 42, ստացվում է 48 վալենտային էլեկտրոն, այսինքն 24 էլեկտրոնային զույգ։ Մենք հիշում ենք, որ ֆտորը կարող է առաջացնել միայն 1 կապ, և բոլոր ֆտորները մեկական կապով միացած են կենտրոնական ատոմին։ Յուրաքանչյուր կապը 1 զույգ է, այսինքն 1, 2, 3, 4, 5, 6 զույգ ունենք։ Իսկ մեզ պետք է 24 զույգ։ Յուրաքանչյուր ֆտորի մոտ էլ 3 զույգ։ Ստացվում է 24 զույգ։ Այսինքն այստեղ 6-ավալենտ է և արտաքին թաղանթում ծծումբը ունի 12 էլեկտրոն։ P քլոր 5-ի համար ֆոսֆորի վալենտային էլեկտրոնները 5-ն են, քլորինը 7-ը, 5 անգամ 7, 35, ստացվում է 40 զույգ։ Ներողություն, 40 էլեկտրոն, 20 զույգ։ Յուրաքանչյուր քլորի հետ առաջանում է 1 կովալենտային կապ, այսինքն 5 զույգ, 10 էլեկտրոն, օկտետից շատ։ Յուրաքանչյուր քլորի մոտ 3 զույգ, այսինքն 5 անգամ 3, 15, պլյուս 5, 20 զույգ։ Այս դեպքերում, երբ 8-նյակից ավել է, այսինքն 4 էլեկտրոնային զույգից ավել էլեկտրոններ ստացվում, անվանում ենք հիպերվալենտ մոլեկուլներ։ Նման մոլեկուլներ կարող են ձևավորվել պարբերական համակարգում երրորդ պարբերության և դրանցից հետո գտնվող տարրերը։ Այսինքն, երբ կենտրոնական խմբի ատոմը կապված է 4-ից ավել տարրերի հետ, 4-ից ավել այլ ատոմների հետ, ինչպես օրինակ P քլոր 5-ն է, S ֆտոր 6-ը, P ֆտոր 5-ը,